Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանը ներկայացվում է նախագծերի փաթեթ, թերևս մի քանի րոպե սպասել, մինչև պատգամավորները գնան աշխատասենյակներ։ Եվ այսպես հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանը ներկայացվում է օրենքների նախագծերի փաթեթ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին, ազդարարման համակարգի մասին, հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, ինչպես նաեւ այս 3 նախագծերից բխող հարակից օրենքների փաթեթը, որոնք ներառում են շուրջ 10 այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր։ Ուզում եմ ասել, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովների ստեղծման միջազգային իրավական հիմքը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք կոնվենցիաներ են, որոնց Հայաստանի Հանրապետությունը միացել է ավելի վաղ։ Խոսքը գնում է մասնավորապես ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասին, Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի կոնվենցիայի մասին, Ջակարտայի հայտարարության, որը վերաբերում է հակակոռուպցիոն մարմինների ստեղծմանը եւ մի շարք այլ իրավական փաստաթղթերի, որոնց Հայաստանի Հանրապետությունը միացել է, վավերացրել է եւ որոնք սահմանում են այս ոլորտում մասնագիտացված գործունեություն ծավալող մարմինների համար անհրաժեշտ գործունեության եւ ձևավորման սկզբունքներն ու ընթացակարգերը։ Այս նախագծերի փաթեթով 3 հիմնական մեծ կարգավորումներ են նախատեսվում։ Առաջին կարգավորումը, որի մասին ես ուզում եմ խոսել, խոսքը վերաբերում է գործող հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվող փոփոխություններին։ Այս նախագծերի փաթեթը ի դեպ ուժի մեջ է մտնելու ամենավաղը այս ներկայացվող փաթեթից։ Խոսքը վերաբերում է նախատեսված է այս պահի դրությամբ հուլիսի 1, բնականաբար քննարկումների առանցքը ցույց կտա ավելի իրատեսական ժամկետների այս կամ այն կողմ գնալը, բայց այս պահի դրությամբ արձանագրում ենք, որ կառավարության ծրագրով նախատեսված հայտարարատուների շրջանակի ընդլայնումը, ինչպես նաև փոխկապակցված անձանց ընտանի շրջանակի ընդլայնումը եւ մի շարք այլ կարևորագույն դրույթներ արտացոլումը ստանում են Հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու եղանակով։ Հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվող փոփոխությունների առանցքը հետևյալն է։ Հայտարարատուների ցանկը ընդլայնվում է եւ այսօրվա պաշտոնատար անձանցից, որոնք թվով հաշվվում են մոտ 500-ը, հայտարարատու պաշտոնատար անձինք են դառնում մոտավորապես 2200 հոգի։ Եվ այս շրջանակի ընդլայնման հիմքում դրված են եղել մի քանի չափանիշներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարատուների շրջանակի ընդլայնումը պետք է կատարվի փուլ առ փուլ եւ միանգամից բնականաբար բոլոր ոլորտները կամ բոլոր պաշտոնատար անձանց միանգամից ընդգրկել այդ ցանկում ուղղակի նաեւ ֆիզիկապես անհնար է։ Եվ այս ցանկում այս պահի դրությամբ ներառված են բոլոր դատախազները, բոլոր քննիչները, քրեակատարողական եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք մինչ այս պահը գործող բարձրագույն պաշտոնների փոխարեն, ընդհանրապես հատուկ ծառայություններում գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց է շրջանակը մինչև իջեցվել եւ գնումների բողոքարկման խորհրդի անդամները։ Հաշվի են առնվել 2 չափանիշներ։ Եթե խոսքը վերաբերում է հանրային ծառայության այս կամ այն ոլորտին, ապա բարձրագույնից շեմը իջեցվել է մինչև գլխավոր, ինչպես նաեւ երկրորդ չափանիշը, այսպես կոչված ռիսկայնության չափանիշը, եւ այս չափանիշով եւս ընդգրկվել են որոշակի խումբ պաշտոնատար անձինք։ Հաջորդը, որը հստակեցվել է, ընտանիքի կազմ հասկացությունն է, որը միջազգայինորեն ընդունված ուրեմն եզրութաբանությանը համահունչ հետևյալ տեսքն ունի, որ ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք են համարվում հայտարարատու պաշտոնատար անձի ամուսինը, անչափահաս զավակը, միանգամից ասեմ, որ անչափահաս զավակի փոխարեն հայտարարագիրը ներկայացնում է նրա չափահաս հայտարարատու պաշտոնատար անձը, անչափահասը, խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձինք, ինչպես նաև տվյալ հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ցանկացած անձ։ Հաջորդ նորամուծությունը, որը կատարվելու է հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում, առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում, բայց ես չեմ խորշի եւ հենց հիմա այդ հարցերին շրջանակին կանդրադառնամ, շահերի հայտարարագրման ինստիտուտի ներմուծումն է։ Մենք մինչ այս պահը հանրային ծառայության ոլորտում պաշտոնատար անձանցինք պահանջում ենք հայտարարագրել իրենց գույքը եւ եկամուտները եւ որևէ կարգավորում չունենք շահերի հայտարարագրման մասին։
Թեև հանրային ծառայության մասին օրենքը ունի ձևակերպում, ինչ է նշանակում շահերի բախում կամ երբ է պաշտոնատար անձը համարվում շահերի բախման իրավիճակում գտնվող, բայց շահերի հայտարարագրման մեխանիզմ չունենք, բայց նախատեսում ենք դա եւս ներառել։ Երկրորդ խոշոր փաթեթը կամ խոշոր կարգավորումը, որը նախատեսվում է այս նախագծերի փաթեթով, դա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքն է, որը նոր սահմանադրության կարգավորումների լույսի ներքո ուժի մեջ պետք է մտնի 2018 թվականի ապրիլից հետո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան իրավական հիմք ստեղծող դրույթը ուժի մեջ է մտնելու 2018 թվականի ապրիլից հետո։ Ինչ ենք նախատեսում որպես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այս մարմնի գործառույթներ կամ առհասարակ նրա կազմավորման ու ձևավորմանը վերաբերող ինչպիսի սկզբունքներ ենք նախատեսում։ Նախ ուզում եմ նշել, որ միջազգային փորձը այս ոլորտում բավականին տարբեր է։ Չկա միանշանակ կամ համադարման, ունիվերսալ համադարման, որ այս կամ այն փորձի փոխառումը, ներմուծումը միանշանակ երաշխավորելու է հաջողություն եւ չկա մեկը, որը կարող է երաշխավորել, որ այս կամ այն մոդելի ընտրությունը ուղղակիորեն պայմանավորում է այս կամ այն երկրում տվյալ մարմնի հաջողության բանաձևը։ Երկու հիմնական մոդելներ են գործում տարբեր երկրներում, այսպես կոչված ունիվերսալ մոդելը եւ կանխարգելիչ մոդելը։ Ունիվերսալ մոդելի պայմաններում գործառույթները իրականացնում է մեկ մարմին, սա նշանակում է, որ կոռուպցիայի 3 հիմնական գործառույթներից, կոռուպցիայի դեմ պայքարի մեծ հաշվով 3 հիմնական գործառույթներից միջազգայինորեն ընդունված մասնագիտացված մարմինների կողմից փաստված 3 գործառույթներից 3-ը իրականացնում է նույն մարմինը՝ կրթական, կանխարգելիչ եւ քննչական։ Սա է ունիվերսալ մոդելի բանաձևումը։ Մեկ մարմին, այսպես երևի ձևակերպումը թույլ տամ ինձ օգտագործել, սուպեր մարմին է ստեղծվում սովորաբար, որը ունենում է բոլոր գործառույթները։ Եվ կանխարգելիչ մարմին։ Կանխարգելիչ մարմնի դեպքում մենք երկու գործառույթը տալիս ենք համապատասխան մարմնին, քննչական գործառույթն իրականացնում են երկրում իրավապահ, ուրեմն համակարգի համապատասխան, ուրեմն ստորաբաժանումները կամ մարմինները կամ ներկայացուցիչները, ինչպես կուզեք։ Եթե հարցեր կլինեն, վստահ եմ այդպիսիք կլինեն, կբացահայտեմ սրանցից յուրաքանչյուրի հիմքում ընկած ինչպես քաղաքական դրդապատճառները, այնպես էլ իրականում իրավական հաջողվածության հնարավոր երաշխիքները։ Հայաստանի Հանրապետության համար բազմաթիվ քննարկումներ են իրականում տեղի ունեցել։ Մենք համարել ենք, որ այս պահի դրությամբ, այս փուլում կանխարգելիչ մարմինը հաջողված կարող է լինել եւ տվել ենք այս մարմնին հետեւյալ գործառույթները։ Այս մարմինը իրականացնելու է առաջինը պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգում, դրանց արժանահավատության ստուգում, վերլուծություն եւ բնականաբար այդ վերլուծության արդյունքում համապատասխան խախտումների հայտնաբերման դեպքում վրա է հասնելու պատասխանատվություն։ Երկրորդ գործառույթը այս մարմինը պետք է որպես գործառույթ նրան տվել ենք քննարկելու, վարույթ իրականացնելու հետևյալ հարցադրումների հետ կապված բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների եւ սահմանափակումների հարցերի քննություն եւ գործադիր իշխանության սահմանադրությամբ ստեղծված անկախ կամ ինքնավար մարմինների տեղական ինքնակառավարման բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի եւ իրավիճակային շահերի բախման հարցերը։ Եվ այս մարմնին իրավունք վերապահված է նաև երրորդ խումբ կարգավորումներով ազդարարման վարույթով իրականացնել ազդարարման վարույթի հետ կապված որոշակի գործիքակազմ։ Այս մարմինը իրավասու է լինելու կիրառել վարչական պատասխանատվություն։ Այս մարմինը իրավասու է լինելու պաշտոնատար անձից պահանջել լրացուցիչ բացատրություններ, եթե կներկայացնի պաշտոնատար անձը կամ ունի այդպիսիք ներկայացնելու ցանկություն։ Հակառակ դեպքում իր ձեռքի տակ եղած փաստերի համադրմամբ այս մարմինը կարողանալու է Եթե այն դեպքում, եթե կունենա կասկածներ կամ վերլուծության արդյունքում կհանգի եզրակացության, որ այդտեղ առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ, ապա այդ մասին տեղեկությունը տրամադրի գլխավոր դատախազությանը։ Մարմինը ունիվերսալ մոդելից հենց դրանով էլ տարբերվում է, քննչական գործառույթներ չի ունենալու։ Հաջորդ հարցը, որին ուզում եմ անդրադառնալ, թերևս մարմնի ձևավորման կարգն է։ Այս մարմինները Ես ուզում եմ ընթերցել հակակոռուպցիոն գործակալությունների բառացի թարգմանություն պարզապես ձևավորման սկզբունքների Ջակարտայի
ուրեմն հայտարարությունը, որը ամենահաճախ մեջբերվող փաստաթուղթն է թե միջազգային կազմակերպությունների եւ թե հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք երբևէ խոսում են այս մասին կամ հղում են անում կամ հենվում են այս փաստաթղթի վրա եւ սրանից են ածանցում մեր մարմնի, այն մարմնի, որը եթե կողմ քվեարկենք ստեղծվի, այդ մարմնի գործիքակազմի համապատասխանությունը միջազգային չափանիշներին կամ ոչ։ Ջակարտայի սկզբունքներում մասնավորապես նշված է, որ այս մարմինները պետք է նշանակվեն այնպիսի գործընթացի միջոցով, որը կապահովի առաջինը սկզբունքների մեջ նշված է դրանց ապաքաղաքականությունը, ապաքաղաքականացվածությունը, նրանց չեզոքությունը քաղաքական եւ ամենակարևորներից մեկը անկողմնակալությունը, ինչպես նաև մասնագիտացվածությունը, որովհետև իրավասության հարց է դրվում եւ այլն։ Եվ այս տեսանկյունից բավականին քննարկումներ են եղել, ինչպիսի մոդել նախատեսել։ Մենք նախատեսել ենք, այսինքն չենք էլ կարող այլ բան նախատեսել, որ սահմանադրության ուժով այս մարմնի անդամներին պետք է ընտրի խորհրդարանը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Հարցը, որը քննարկման առարկա է դարձել, ովքեր պետք է առաջադրեն այդ մարմինների անդամներին։ Եվ առաջադրման համար ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը, հաշվի առնելով, որ մարմինը պիտի մասնագիտացված պրոֆեսիոնալություն ունենա որոշակի տեսանկյունից, եւ քաղաքական աֆիլիացվածություն կամ քաղաքական, այսպես ասենք, շահկապվածություն չպիտի լինի ըստ այս սկզբունքների, առաջարկել ենք հետեւյալ մոդելը։ Պետք է առաջադրման մասին եմ խոսում, հարգելի գործընկերներ, ոչ թե նշանակման։ Առաջադրման համար պետք է ստեղծվի մրցութային խորհուրդ, որի անդամներին ներկայացնելու են բարձրագույն դատական խորհուրդը, մարդու իրավունքների պաշտպանը, փաստաբանների պալատը, սահմանադրական դատարանի նախագահը եւ հանրային խորհուրդը, որի համար պարտադիր օրենքով չափանիշ է նախատեսված ներկայացնել հասարակական, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ։ Այս մարմինը, այս խորհուրդը, մարմին մի քիչ վերապահումով կամ ձգած կարելի է նրան անվանել, խորհուրդը, մրցութային խորհուրդը, անցկացնելու է համապատասխան թեկնածուների բաց է լինելու մրցույթը, այդ թեկնածուների մրցութային ընթացակարգը, թեստավորում, որը օբյեկտիվ նույնիսկ ես կարծում եմ կլինի համակարգչային եղանակով, այնպես որ որևէ միջամտություն բացարձակապես անհնար է լինելու, ստուգելու համար համապատասխան գիտելիքները եւ զանգվածային լրատվության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվող հարցազրույց, որի արդյունքում ազգային ժողովին առաջադրվելու են այդ անդամները։ Սա երևի թե ամենակարևոր հարցադրումներից մեկն էր այս մարմնին առնչվող։ Եվ քանի որ վստահ եմ մենք հարցերի միջոցով բավական հարցեր կսպառենք, ես երրորդ խոշոր կարգավորմանն անդրադառնամ ազդարարման համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենք։ Իմ կողմից նշված միջազգային փաստաթղթերը եւ նաեւ չնշված մի շարք այլ փաստաթղթեր, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից տրված հանձնարարական, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված 2 բանաձևեր, որոնք վերաբերում են ազդարարների պաշտպանությանը, այսինքն ազդարար համարելով այն մարդուն, որը ֆիզիկական կամ իրավաբանական անձ է եւ բարեխղճորեն, ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ այս տերմինի վրա, որը միջազգային տերմին է եւ բացահայտված է օրենքում, բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների խախտման կամ անհամատեղելիության պահանջների մասին։ Ազդարարման 3 համակարգ կա՝ ներքին ազդարարում, արտաքին ազդարարում եւ անանուն հաղորդում ներկայացնելը։ Ներքին ազդարարման դեպքում, եթե կարճ ազդարարը այս իրավիճակներից որևէ մեկի մասին հայտնում է իր անմիջական ղեկավարին, վերադասին կամ եւ այնտեղ հաշվառվում է իր հաղորդումը եւ սկսվում է վարույթ։ Արտաքին ազդարարման դեպքում հաղորդումը ներկայացվում է իրավասու մարմնին։ Օրինակ, եթե էթիկայի կանոնի խախտման մասին է կամ անհամատեղելիության պահանջի մասին է, ապա բնականաբար պիտի ներկայացվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Եթե կոռուպցիոն բնույթի դեպքի մասին է, ազդարարը ինքը գնացել է եւ հայտնում է այդ մասին, ապա բնականաբար խոսքը վերաբերում է համապատասխան իրավասու մարմիններին՝ ՀԿՑ, կնչական, ոստիկանություն, ԱԱԾ, դատախազություն եւ այլն։ Ուրեմն ամբողջ հարցադրումը այն է, որ թե ներքին եւ թե արտաքին ազդարարման ժամանակ պետք է ապահովի կրկին նրա գաղտնիությունը։ Եվ վերջապես երրորդ համակարգը, որը կրկին միջազգայինորեն ընդունված է մեր պարտավորությունների շրջանակում, այսպես կոչված անանուն հաղորդում ներկայացնելը։
Անանուն հաղորդումը ներկայացվում է համապատասխան հարթակի միջոցով, որը միջազգայինորեն սերտիֆիկացված է, որը երաշխավորում է անձի անանուն մնալը, եւ անձը պետք է ներկայացնի որոշակի տեղեկություններ, բայց ի տարբերություն ներքին եւ արտաքին ազդարարման օրենքով դրված են բավականին այսպես զսպող եւ սահմանափակող ձևակերպումներ։ Ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել ազդարարման համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասին, որտեղ նշվում է, որ հանցագործության հատկանիշներ պարունակող եւ միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումը ենթակա է ստուգման օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված կարգով, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի եւ պարունակում է տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել։ Երկու չափանիշ, որոնք փոխկապակցված են իրար հետ։ Բավարար առաջինը, բավարար չափով հիմնավորված է, սա նշանակում է ուղղակի գնալ եւ ասել, ես գիտեմ, որ ես ինչ մեկը կաշառք է վերցրել, դա բացարձակապես ոչ մի ընդհանրապես հիմք նշանակություն չի կարող ունենալ։ Եվ պարունակում է, այստեղ խնդրում եմ մեխս հրա վրա, ուշադրություն դարձրեք, տվյալներ է պարունակում, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել։ Բարեխղճության հետ կապված ձեր ուշադրությունը հրավիրելու եմ օրենքի 13-րդ հոդվածի վրա, երբ է ազդարարը համարվում բարեխիղճ։ Եվ եթե ինքը բարեխիղճ չի, ապա ինքը զրկվում է այն պաշտպանությունից, որը մենք օրենքով իրեն տալիս ենք։ Իսկ անբարեխիղճ համարվում է, եթե խախտել է օրենքի պահանջները, եթե ապօրինաբար է ձեռք բերել այն տվյալները, որը ինքը ներկայացնում է եւ այսպես շարունակ։ Անանուն հաղորդում ներկայացնելը հղումը տրված է օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքին եւ ոչ թե օրինակ քրեական դատավարության օրենսգրքին, իսկ դա նշանակում է, որ անանուն հաղորդումը ապացույց չէ, թույլատրելի ապացույց չէ։ Հղումը դրա համար օպերատիվ հետախուզական գործունեության օրենքին է, իսկ այդ օրենքը գործում է 2007 թվականից եւ այդ օրենքում 2007-ից կան գործիքներ, որոնցով օպերատիվ հետախուզական ստորաբաժանումները իրականացնում են այսօր էլ ստացվող հավանաբար անանուն տեղեկությունների իսկությունը եւ միայն այն դեպքում, երբ որ հայտնաբերում են թույլատրելի ապացույցներ, կարող են իրականացնել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված գործառույթներ։ Դերևս այսքանը հարգելի գործընկերներ, միևնույն է ժամանակ էլ չունեմ ավելի երկար եւ մանրամասն հարցադրումներ հնչեցնելու, սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Շնորհակալություն։